Ես ողջունում եմ ձեզ Հայաստանի կատարակտալ եւ ռեֆրակցիոն վիրաբույժների միության 4-րդ միջազգային ակնաբուժական համաժողովին ապագան ֆոկուսի մեջ RSCRS-ի հետ խորագիրը կրող կոնգրեսի բացումով։ Ի սկզբանե հիմնադրելով Հայաստանի կատարակտալ եւ ռեֆրակցիոն վիրաբույժների միությունը նպատակ եմ ունեցել կապել հայկական ակնաբուժությունը արտաքին աշխարհի հետ, օգտագործելով տարբեր միջոցներ, անձնական կապերը, հնարավորություն տալով մեր ակնաբուժներին փորձի փոխանակմանը եւ ծանոթանալ աշխարհի նորարարություններին, գիտական զարգացումներին։ Բարև ձեզ, անգլերեն պիտի խոսեմ։ Իթիվս արտերկրից ժամանած մեր հյուրերի, ես այս տարի ուզում եմ առանձնահատուկ նշել մեր հյուր, իմ ընկեր, իմ լավ բարեկամ Լորան Կոջիկյանին, ով առաջին անգամ է Հայաստանում, չմերժեց իմ հրավերը եւ հնարավորություն տվեց հայ ակնաբուժներին ունկնդրելու իր նորագույն մեթոդները վիրահատական եւ իր գիտական մոտեցումները։ I'm very proud to be here with you, to be here in this Ես շատ հպարտ եմ այստեղ ձեզ հետ լինելու համար եւ շնորհավորում եմ դոկտոր Վահե Նանյանին այս հիանալի կազմակերպված հրաշալի միջոցառման համար, որտեղ հավաքվել են այդքան շատ հայ ակնաբույժներ։ Իրոք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ։ It's a fantastic congress with many participants. Սա ֆանտաստիկ համաժողով է, բազմաթիվ մասնակիցներով, դա հիչն իսկապես լեփլեցուն է, իսկ քննարկվող թեմաները չափազանց հետաքրքիր։ Ես հայ եմ եւ շատ հպարտ ու երջանիկ եմ հայրենի հողի, իմ պապերի հողի վրա գտնվելու համար։ Ինձ համար այսօր այստեղ լինելը շատ հուզիչ է։ It's very emotional for me to be here today. Շատ հետաքրքիր էր Լորան Կոջիկյանի ելույթները, քանի որ շատ էի ուզում լսել նորարարությունների մասին։ Ստեղծել եմ մի կապ, որը հնարավորություն է տալիս նույնիսկ երիտասարդ բժիշկներին վերապատրաստվելու Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, ունենալով դրամաշնորհներ, ունենալով հնարավորություններ առաջատար կլինիկաներում վերապատրաստվելու եւ ունենալ միջազգային եվրոպական փորձ։ Հպարտությամբ ուզում եմ նշել, որ այս տարի լրացավ Հայաստանի կատարակտալ եւ ռեֆրակցիոն վիրաբույժների միության ստեղծման ու գործունեության 5 տարին։ 5 տարիների ընթացքում ունեցել ենք շատ ձեռքբերումներ, աճելով, մեծանալով, ընդգրկելով նոր հորիզոններ, համագործակցելով տարբեր այլ ասոցիացիաների հետ եւ ֆոկուսավորելով դեպի RSCRS-ը։ Հայաստանի կատարակտալ եւ ռեֆրակցիոն վիրաբույժների միության արդեն թվով 4 գագաթաժողովը ոչ միայն գիտական ելույթների մասին է, այլ նաեւ նոր կապեր ստեղծելու եւ միավորելու աշխարհի տարբեր աշխարհամասերը Հայաստանի Հանրապետությունում։ Արդեն փորձը ցույց է տալիս եւ մենք արդեն դա ապացուցել ենք մեր ամենամյա կոնգրեսներով, որ ընդլայնվում է RSCRS-ի աշխարհագրությունը։ Այսինքն մենք ամեն տարի ունենում ենք նոր գործընկերներ եւ նոր կապեր։ Դուք գիտեք, որ դոկտոր Վահեն հայկական կատարակտալ եւ ռեֆրակցիոն վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է, բայց նա նաեւ հայ ակնաբույժների պաշտոնական դեսպանն է ֆրանսիական ակնաբուժական ընկերությունում, եւ սա մեծ պատիվ է եւ մեզ համար եւ նրա։ Մեծ պատիվ էր անցած տարի ընտրվել Ֆրանսիայի ակնաբուժների միության խորհրդի անդամ եւ միջազգային խորհրդատու, որը ինձ հնարավորություն է տալիս ֆրանսիական ակնաբուժությունը անմիջականորեն կապել հայկական ակնաբուժության հետ։ RSCRS 4-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը այսօր կայացավ։ Եվս մեկ անգամ միավորեց ակնաբուժներին ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից, եւ այս տարի նույնիսկ մենք ունեցել ենք օտարերկրյա ունկնդիրներ, մասնավորապես Վրաստանից, ինչը եւս խոսում է այն մասին, որ Հայաստանի կատարակտալ եւ ռեֆրակցիոն վիրաբույժների միության ակնաբուժական համաժողովը տարեց տարի ընդգրկում է ավելի մեծ ծավալներ։ Բացման օրից մենք ունենք կապ Եվրոպայի կատարակտալ եւ ռեֆրակցիոն վիրաբույժների միության հետ, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի Սպիտակ գիշերներ կոնգրեսի հետ։ Կուզենայի նաեւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Եվրոպայի ակնաբուժների միությանը, իդեմս Անջելինա Մեյերլեսի,
ով այս պահին մեր հյուրն է եւ սկսվել է նոր համագործակցություն SOE-ի հետ։ Դա եւս մի նոր ձեռքբերում է մեր միության համար եւ մեր հայ-ակնաբույժների համար։ This is my first time in Armenia in this Սա իմ առաջին անգամն է Հայաստանում եւ առաջին մասնակցությունն այս համաժողովին։ Ես ներկայացնում եմ ակնաբուժության Եվրոպական միությունը։ Մեզ համար պատիվ էր հրավեր ստանալ այս հատուկ նեղ մասնագիտական համաժողովին։ Այն թե ինչպես նրանք դա կազմակերպեցին, շատ հետաքրքիր էր։ Անգամ այն մարդկանց համար, ովքեր ինձպես չեն տիրապետում հայերենին, ապահովվել էր թարգմանիչ։ Դա շատ խելամիտ մոտեցում է, քանի որ ես նույնպես կարողացա ներգրավվել քննարկումներում եւ տեսնել, թե ինչպես են լուծվում խնդիրներն այստեղ, Հայաստանում։ Ես եկել եմ շատ հեռվից, Պորտուգալիայից, այնպես որ սա ինձ համար մեծ հեռավորություն է։ Հետաքրքիր էր տեսնել, թե ինչ բարձր մակարդակի վրա է ակնաբուժությունը նույնիսկ այս փոքրիկ երկրում։ Այս կոնֆերանսները շատ կարևոր են բոլորիս համար, քանի որ մենք առիթ ենք ունենում ոչ միայն եւս մեկ անգամ շփվել իրար հետ, կիսվել մեր գիտելիքներով, այլ նաեւ ստանում ենք բազում ինֆորմացիա դրսից եկած մասնագետների կողմից, որոնք ներկայացնում են իրենց փորձը, կիսվում մեր հետ իրենց գիտելիքներով, յուրաքանչյուր տարի հանդիպելով, սկսում ենք նորովի մեր ամենամյա աշխատանքը։ Սա կլինի շարունակական, կլինեն նոր կապեր, կլինեն նոր հնարավորություններ հայաստանյան ակնաբուժներին ստանալ փորձ մեր միջազգային գործընկերներից եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել ողջ RSCRS թիմին կազմակերպելու համար այս հրաշալի միջազգային կոնգրեսը։